$192,463 $5,000 մուծումներ եմ արել։ Դատախազության դիմաց խաբեության զոհ դարձած մարդիկ են հավաքվել։ Մեկին առաջարկել են կրիպտո արժույթ գնել, մյուսին խաղարկության մասնակցել։ Զանգել առաջարկել են ներդրում անել, հետո անհետացել։ Մի քանի կազմակերպություններ են, որ զանգել են, խոստացել են ինձ վերադարձնեն, գումարներ են ուզել, ամեն ինչ վաճառել եմ, ուղարկել եմ իրանց ուզած գումարները, հետո կորել են իրան։ Այս կինն էլ իր խոսքով ֆրանսիական բանկի է վստահել։ Հեռախոսով ասել են, որ մուծում պետք է անի, որ ցածր տոկոսով վարկ տրամադրեն։ Վարկի ստանալու համազրո 3%-ով մուծումներն արել ենք ինչ-որ բանկի վրա ու խաբել են, ոչ մի գումար չեն տրամադրել։ $5,000 մուծումներ եմ արել խաբեությունով ու այդ գումարը գնացել կորել է։ Հազարավոր քաղաքացիներ կրիպտո ներդրումային հարթակ ներկայացող Hello Bit-ից են տուժել։ Ներդրումներն արել են ու օրեր առաջ պարզել, որ իրենց հաշիվները սառեցվել են։ 3-4 անգամ ինձ առաջարկելուց հետո, որ տեսա մարդիկ գումար են հանում, ուտքան երկարում ամենաշատը ես ինքս էլ $2,000 ներդրում կատարեցի, 2,000-ով 5,000-ով մարկա տունա վաճառել, մարկա մեքենա վաճառել, մարկա վարկա վերցրել, մարկա պարտքա վերցրել։ Խաբեության զոհ դարձած մարդիկ դատախազությունից պահանջում են, որ իրենց տուժող ճանաչեն եւ քրեական գործ հարուցեն պետական այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց անգործության հետևանքով իրենք տուժել են։ Իրավապահներից դժգոհ այս մարդկանց իրավաբանական օգնություն է տրամադրել Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպությունը։ Մենք ունենք 17, 18, 19, 20 հազարից ավելի տուժածներ։ Ինչի եմ այսպես հաջորդական ասում թվերը, որովհետև 1000 հոգի այս հարթակի միջոցով են տուժել, 2000 հոգի այն հարթակի միջոցով են տուժել, 17000 հոգի Hello Bit-ի միջոցով են տուժել եւ այդ մասին իմացել են պատկան մարմինները եւ սահմանափակվել են ընդամենը զգուշացումներով։ Մհեր Կարագյոզյանի կարծիքով իրավապահներն են թերացել։ Այսքան մարդ չէր խաբվի, եթե ժամանակին արգելափակվեին կասկածելի հարթակները։ Կարելի է, չէ, ինտերնետային այս կամ այն կայքը Հայաստանի Հանրապետության սահմաններում դարձնել ուղղակի անհասանելի։ Այդ ժամանակ այո, տուժած կլինեին 17 հոգի, 170 հոգի, լավ 1700 հոգի, բայց 17,000, 20,000 ներողություն։ Կազմակերպության նախագահ Մհեր Կարագյոզյանը հավաքել է քաղաքացիների դիմումները եւ հանձնել դատախազություն։ Վստահեցնում է, եթե հարցին լուծում չտրվի, փողոց հետ տուր նախաձեռնությամբ գնալու են քննչական կոմիտե։ Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։